Պարոն Սարգսյան, նախ ձեր գնահատականը ինչով է պայմանավորված, որ այսպես ամեն կերպ խոչընդոտում են, որ դուք մասնակցեք խորհրդարանի աշխատանքներին եւ ձեր գնահատականը նաեւ ՄԱԿ-ի զեկույցի հետ կապված, որովհետեւ դրանից առաջ գիտեք, որ իշխող ուժի պատգամավորները տերորիստներ էին կարգել ձեզ եւ Սրբազանին, իսկ հիմա պարզվում է մի քիչ անհարմար բան։ Անկեղծ ասած, անցած անգամ ես ասացի, որ այդ հարցը պետք է իշխանություններին տակ, թե ինչից են տենց սարսափում, որ ինձ տենց ապօրինի ձևով 21 թվին այդ նույն որոշումով Սահմանադրական դատարանին, 21 թվին էլ իրանք իշխանություն եղել, 21 թվին նույն ձև ապօրինի կալանավորել են, 6 ամիս նստել եմ, Սահմանադրական դատարանի այս որոշումով իրանք իշխանության օրոք դուրս եմ եկել։ Հիմա նորից 26 թվականին ապօրինի կալանավորվել եմ, 25 թվականին նորից գտնում եմ ապօրինի կալանքի մեջ, հիմա եկել է այդ նույն Սահմանադրական դատարանի որոշումը պետք է կիրառեն, չեն կիրառում։ Դա ցույց է տալիս իրանց երկակի ստանդարտները, ցույց է տալիս, որ իրանք դրանով ուզում են ցույց տան, որ այս երկրում ինչ ուզեն կանեն, բայց ես վստահ եմ ու բոլորդ եք վստահ, որ այդ ամենը իրենց լավ տեղ չի տանի, իհարկե։ Իսկ հիմա խորհրդարանի աշխատանքներին հետևում եք ձեր բացակայությամբ։ Ինչ տպավորություն է ստանում ընդհանրապես, ինչով է այն տարբերվում նախորդ գումարման 8-րդ գումարման ազգային ժողովից։ Ճիշտն ասած, տենց ես շատ չեմ հետևում, ասեմ ինչի համար, որովհետև ես չեմ սիրում հերվից նայել, ես միշտ սիրում եմ տեղում լինել։ Դրա համար չէ։ Ազգային ժողովի չէ, ցանկացած process-ի մեջ ես պետք է մեջը լինեմ, դրա համար քանի որ ընդեղ չեմ, դες շատ էլ չեմ հետևում, այս բանի կարծիք չկա, ասելու ազգային ժողովը բնականաբար այն գիծը, որ մենք ունենք, որ մենք խոսք ենք տվել մեր ժողովրդին եւ այդ խոստումով ժողովուրդը մեծ ձայն է տվել, մենք այդ մեր գիծը պետք է պահենք եւ գնանք առաջ։ Նորմալ է, որ հաշվի առնելով այն կորուստները, որոնք ունեցել ենք, մի տեսակ իշխանությունը անընդհատ հարձակվողի դերում է եւ ընդդիմությունը խորհրդարանում պաշտպանվողի դերում է։ Ես դες չեմ գնահատական տա, որ մենք պաշտպանվողի դերում ենք, բնականաբար ամեն քաղաքական ուժ իր ճանապարհն ունի եւ իր գծած ճանապարհն ունի, սա պայքարի ձևը կարա ամեն օր փոխվի, դա բնականաբար իրանք շատ են ընդդիմությունը քիչ է, բնականաբար իրանք պետք է արդարանան, բայց այն որ տենց ասում են եկեք բարեկիրթ լինենք, գնանք առաջ, անկեղծ իմավորն բարեկիրթություն ի՞նչ կապ ունի սրա հետ, որ ես հիմա ստեղ եմ։ Այդ բարեկ մենակ ազգային ժողովն են, եթե բարեկիրթ լինեն բոլոր տեղերը, բայց դա ես էլ չեմ պատկերացնում։ Բայց անցյալի պատասխանը ով պետք է տա։ Մեր Արցախի կորուստը ով պետք է այդ պատասխանը տա։ Թուրքիա այսօր իշխանասարի գլխին նստածավ։ Հիմա անկեղծ եմ ասում, եթե մարդիկ կան, որ ընդունում են, որ տենց պետք է գնան, դա չի նշանակում, ես ասում եմ, որ ազգային ժողովում կռիվ անենք, դրա մասին չի խոսքը։ Բայց որ ասում են, տենց բարեկիրթ ինչ եղել է գիծը գնանք, գնանք առաջ, ես անձեղ տենց չեմ կարող եւ ժամանակը գա կտեսնեք ես ոնց եմ անում եւ ոնց եմ գնում առաջ։ Ինչն է փոխվել, որ այցելեք խորհրդարան, ինչ քայլեր եք ձեռնարկել։ Ոչինչ չի փոխվելու, ներկայում լինելու այնտեղ։ Ուղղակի ձեր ներկայությունը։ Բնականաբար ներկայում լինելու եւ ազգային ժողովում կլինեմ կտեսնենք։ Իսկ քաղաքական հաշվարկների համար պիտի պատասխան տա իշխանությունը, թե չէ։ Ոչ միայն քաղաքական հաշվարկների հանդեպ իմ նկատմամբ, իմ անձի խնդիրը չի։ Բոլոր առած քայլերի համար պետք է բոլորը պատասխան տան։ Թե Աստծո առաջ, թե օրենքի առաջ։ Երբ մինչև 2031-ը սկսվի։ Նայեք, կալանքի ժամանակ տարի 2 ամիս առաջ այդ հարցի իսկ քննչականի դիմաց տվեցիք։ Երբ այնքան են պայքարելու, միջև այդ խնդրի լուծումը լինի։ Դա կլինի 1 օրից, կլինի մի ամսից, թե մի տարուց, դա չեմ կարծում, բայց պայքարելու եմ։ Չեք հաստատ։ Ոչ, որտեվ այդ պայքարը անձի համար, եթե իմ համար լիներ այդ պայքարը, բավոսկի աստաֆեի կարայի գնայի, Մոսկվայել ապրեի, կարայի գնայի, ընկերներ ունեմ տարբեր տեղեր, կարայի գնայի Սիսիամեր այգում ապրեի, շատ լավ տեղեր ունեմ ապրելու, բայց դա իմ անձնական պայքարը չէ, դա մեր հայրենիքի պայքարն է եւ իմ պայքարը շարունակվելու է։ Սարգսյան, իսկ դատավորի գործողությունների դեմ հաղորդում ներկայացվելու է նկատի ունենալով, որ կարծես թե անոնսվել էր որոշումը։ Դատավորի նկատմամբ դա իմ հարգարժան ընկեր եւ պաշտպան Վարդևանյանն է բարձրաձայնել, որ հաղորդում է ներկայացնելու, վստահ եմ, որ այդ հաղորդումը արդեն ներկայացված է, բայց ես դրա մասին չեմ ասել, որտեղ այնց հարց էին տվել էլի այն օրը մյուս փաստաբանից, որ Արտուր Սարգսյանից հաղորդում կտամ, չէ, Արտուր Սարգսյանը ստեղ ինչ պետք է ասում, հաղորդում տալու կարիք չունի, բայց Վարդևանյանը այդ քայլերը ձեռնարկել է։